Տերն է իմ հովիվը, ես բանի մկարոտ պիտի չլինեմ։ Դավիթը երբ որ գրում է այս սաղմոս, ասում է Տերը ինձ առաջնորդում է։ Գիտես, երբ որ Տերն է իմ ու քո կյանքը առաջնորդում, նա տանում է խոտավետ արոտների մոտ, հանգիստ է տալիս։ Նա տանում է հանդարտ ջուրերի մոտ, որտեղ որ մեր անձը, մեր հոգին բժշկում է։ Բայց մի պահ է գալիս Դավիթը, որ ասում է թեև ես գնամ մահվան շուքի ձորի մեջ։ Ես մեր խելքից, մեր մտքից, մեր սխալներից շատ անգամ մենք կարող է շեղվենք այն ճանապարհից, որ Տերն է ուզում տանի, համաձայն եք։ Դրա համար ասում է, երբ որ Տերն է տանում, ասում է Տերն իմ հովիվն է, երբ որ նա է առաջնորդում, իմ կյանքը սիրելիներս լավ է, բայց երբ որ ասում է ես գնամ մահվան շուքի ձորով, even though I walk through the valley of the shadow of death, նույնիսկ այդտեղ էլ ասում է ես չեմ վախենա։ Ինչի? Շատ զարմանալի է. Even though I walk through the valley of the shadow of death, I will fear no evil because you are still with me. You never abandon me. Even though I messed up, even though I'm in this valley, even though I find myself in this dark place, you never leave me. Նույնիսկ իմ խելքից, իմ որոշումից մեկ-մեկ կարող է հայտնվես իրավիճակի մեջ, հայտնվես մի ձորում, մի խավար իրավիճակի մեջ, ուզում եմ քեզ վստահեցնեմ, ինչպես Դավիթը, որովհետև Դավիթն էլ հալալ զուլալ սուրբ կյանք չապրեց, համաձայն եք։ Իր խելքից հայտնվել էր ինչ-որ տեղեր, բայց ասեց չեմ վախենա չարից, որովհետև դու իմ հետ ես։ Քո ցուպը եւ քո գավազանը մխիթարում են ինձ։ Հալելույա։ Ցուպդ, որ ինձի նորից այդ խավար անդունդնի, այդ ժայռից, մահվան այդ գուբից ինձ հանես։ Երեք ցուպ այդ երկար կեր գործիքը գցում են գառներին, փրկում են ձորի բերանից։ Որ չի ոչնչանա, նա խոստացել է, նա քո բարի հովիվն է, նա ասեց սկսել եմ ես քո կյանքի մեջ մի գործ, եւ ես մարդ չեմ, որ հետ կանգնեմ կեսից, եւ ես մարդ չեմ, որ իմ ուժը պակասի, եւ չանեմ այն ինչ որ խոստացել եմ անելու քո կյանքի մեջ, հալելույա։